չգիտեմ, Նիկոլ Փաշինյանից եք վարակվել, ինչ խոսում եք վերջում գալիս, հասնում եք ուտելու, բայց դա այդ թեմա է։ Սիրելի հայրենակիցներ, իրականում իշխող ուժը ներկայացնում է, Արդարադատության նախարարության ներկայացնում է մի հատ փոքր վրիպակ էր։ Այդ մի հատ փոքր վրիպակը ընտրություններից 2 ամիս առաջ դարձել է հարց, հայոց հարց։ Այս մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազք ուղում, մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ կանոնակարգը փոխում են, կանգնեք ու օրինակ ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազդունեցողները վազել։ Սիրելի հայրենակիցներ, ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները եւ այս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել առաջինից երկրորդ ընթերցման օրինակ առաջարկում են փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են գեղամանուն օրինակ։ Կարակ ու դուք կարակ անեք էդի, որովհետև սահմանագծում չկա ձեր համար, ասում են վրիպակ է, Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատվել է, ուղարկել է նախագահային վավերացման, բա ինչի այդքան մարդ պարգևավճար տանում լավ աշխատանքի համար, եթե տենց վրիպակ է ցույց տալիս։ Վրիպակ չի, ասեմ ձեզ, 6 օր առաջ Դանիել Հովհաննիսյան, դիտորդական կազմակերպության ղեկավար է, գրել է, իսկ դուք գիտեք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգիրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 24 թվականի դեկտեմբերին ԿԸ-ի առաջարկությամբ առանց քաղաքահասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը համում է։ Մեկ էլ եթե ԿԸ-ը ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղթագողի փոխել ընտրական օրենսգիրքը։ Այսպես ձեզ բացատրել եմ, որ ժողովուրդ չեք հասկացել, օրենքը փոխել եք, այսօր ձեր համար վտանգ է, այսօր վրիպակ օպերացիան բերել եք, ներկայացնում եք հայ ժողովրդին իբր բարելավման համար։